միայն դժվարությունների ժամանակ կհասկանաս, թե ով է քո իրական բարեկամը։ Այս մասին վերջերս մի պատմություն եմ լսել, որոշեցի կիսվեմ ձեզ հետ։ Ուրեմն ավանդական մի քեֆ ու ուրախություն է, վրանները կապել են, սեղանները գցել ու ամենակարևոր պահին հասկանում են, որ միսը քիչ է, չի հերիքի։ Ընտանիքով սկսում են քննարկել ու տան պապը լուծում է գտնում։ Ասում են եկեք միսը փաթաթենք լավաշների մեջ, բրդուճներ անենք ու այդպես բաժանենք հյուրերին։ Բայց մեր ընտանիքի բարեկամների, մեր ընտանիքի անդամներին, մերոնց բրդուճների մեջ միշտ չենք դնի։ Այդպես գոնե հյուրերին լի գհերիքի։ Դե այդպես էլ անում են։ Լավ քեֆ են անում։ Հյուրերը գոհ են, ընտանիքի անդամները թեևս միայն լավաշ են ուտում, բայց շատ ուրախ ու միասնական են։ Ու քեֆին, այսպես ամենաուրախ պահին, ինչ որ մեկը աղմուկ ահաղակ է բարձրացնում, թե բա այս ինչ է կատարվում, այս ինչ եք անում, մեն ցամաք հաց եք տվել, այդպես քեֆ եք անում, ամոթ ձեզ։ Մինչ ընտանիքի անդամները վատ են զգում, պապը հանում է ամենալավ կտորով բրդունջը, տալիս է այդ մարդուն եւ ասում. «Կներես ախպեր ջան, մենք մտածել էինք մերոնցից ես»։ Եվ իսկապես, կյանքի ամենադժվար պարագաներում է երևում, թե ովքեր են մերոնք։